Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը համալրվեց նոր ցուցանմուշներով։ Սեպտեմբերի 29-ին թանգարանում բացվեց Գավառի պատվավոր քաղաքացի, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի անձնական իրերի, հեղինակած գրքերի ու կյանքի ընթացքում ձեռք բերած բազմաթիվ մեդալների ցուցադրություն։ Թանգարանում հավաքվել էին համալսարանականներ, դասախոսներ, Գավառի քաղաքացիներ։ Հրանտ Հակոբյանին գրեթե հասակակից մանկավարժ Լաուրա Հասասյանը հավաքվածներին պատմեց հուշեր կապված Հրանտ Հակոբյանի հետ։ Կամեցարենց, Կատերյան և բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Սարարատը մեր նոր քերթության, այդ անհաս Սարարատի կողքին ես այսօր դնում եմ Հրանտ Հակոբյանին, փառք ու պատիվ նրան։ Այսուհետ թանգարան հաճախող յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա մեծանուն նոր բայազետցիների կողքին տեսնել և ծանոթանալ նաև պատվավոր քաղաքացի Հրանտ Հակոբյանի կյանքին ու գործին։ Դրանց մասին այցելուներին կպատմեն նրա անձնական իրերը նաև։ Թանգարանը համալրվեց նոր ցուցանմուշներով։ Ցուցանմուշները մեզ տրամադրել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուզաննա Հակոբյանը, որի համար խորին շնորհակալություն ենք հայտնում։ Ուրախալի է այն փաստը, որ թանգարանը համալրվեց նոր ցուցանմուշներով, դրանք Հրանտ Հակոբյանին պատկանող գրքերն էին, կառավարության կողմից ստացված բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, ինչպես նաև անձնական իրեր։ Հրանտ Հակոբյանը կյանքի զգալի մասը նվիրել է նշանավոր հայ վիպասան Ռաֆու ստեղծագործությունների ուսումնասիրմանը։ Ռաֆիագիտության հիմնադրման ու զարգացման գործում անուրանալի ավանդի համար նա պարգևատրվել է մեդալով, ստացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ։ Հրանտ Հակոբյանը արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչման։ Հակոբյանների ընտանիքից խորին շնորհակալություն եմ հայտնում Գավառի երկրագիտական թանգարանին, Հրանտ Հակոբյանին նվիրված անկյունը մշտական ցուցադրությունը թանգարանում բացելու համար։ Գավառի պետական համալսարանի պատերի ներքո մենք մշտապես զգում ենք Հրանտ Հակոբյանի կենդանի ներկայությունը։ Այսուհետ նաև Գավառի երկրագիտական թանգարանում Հրանտ Հակոբյանը հավերժ կենդանի ներկայություն է ապահովելու։ Հրանտ Հակոբյանի թոռնուհի Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ իր պապի ամենամեծ ձեռքբերումը Գավառի պետական համալսարանի հիմնադրումն է եղել, որով հիմնադիր ռեկտորը Գավառ քաղաքը դարձրել է համալսարանական քաղաք։ Գավառի պետական համալսարանը Հրանտ Հակոբյանի կենդանի կոթողն է։ Ելույթն այս խոսքով ավարտեց համալսարանի ներկայիս ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Տիգրան Օվակիմյան, Սարգիս Ալավերդյան, Եղամա օր։